Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանեց Հայաստան եւ հանդիպումներ ունեցավ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Վենսի այցով ավելի շատ հարցեր առաջացան, քան տրվեցին այդ հարցերի պատասխանները։ Շատ թեմաներ է քննարկվել Հայաստանի ղեկավարության եւ Վենսի միջեւ, բայց այս պահին անդրադառնանք թրիփին։ Ինչ է կատարվում թրիփի շուրջ եւ ինչ ապագա է ունենալու այն։ Մի բան ակնհայտ է, Միացյալ Նահանգները թրիփում ներդրումներ չի անելու։ Ներդրումներ անելու շահագրգռվածություն ըստ Վենսի ունեն տարածաշրջանային պետությունները եւ մեծ հավանականությամբ հենց նրանք էլ կանեն այդ ներդրումները Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխարեն։ Փորձենք հասկանալ, որոնք են այդ տարածաշրջանային պետությունները, որոնք պատրաստ են ներդրում անել թրիփում։ Բնականաբար դա Իրանը չէ եւ Ռուսաստանի Դաշնությունը չէ մեծ հավանականությամբ։ Ստացվում է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ստացվում է ճիշտ էին այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը ադրբեջանական պետական կորպորացիաների հետ բանակցություններ է վարում թրիփում ներդրումներ ունենալու համար։ Իսկ այս պարագայում ինչքանով է մեծ ձեռնտու թրիփում ադրբեջանական կապիտալի առկայությունը եւ որքանով է դա լինելու ամերիկյան հսկողության տակ։ Պարզ է, որ Թրամփին եւ նրա վարչակարգին պետք է ուղղակի հասանելիություն ստանալ հայ-իրանական սահմանին։ Պետք է ուղղակի այս տարածաշրջանում ունենալ հսկողության մեխանիզմ, իսկ այդ մեխանիզմը լինելու է ճանապարհային ենթակառուցվածքները իրենց ամեն ինչով, ըստ էության ճանապարհային ենթակառուցվածքներ ասելով մենք փաստացի հասկանում ենք նաեւ միջանցք մեր տրամաբանությամբ, բայց Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ դա Զանգեզուրի միջանցքի այլաբանական ձևակերպումն է, այսինքն Թրամփը եւ Զանգեզուրի միջանցքն է համարում թրիփ եւ թրիփի հետ կապված էլ չի առանձնացում Զանգեզուրի միջանցք ձևակերպումը ադրբեջանական կողմից անընդհատ հնչող։ Եվ այս պարագայում առաջանում է հարց, եթե թրիփի հետ կապված ամերիկյան պլաններն այդպիսին են, այդ պարագայում այն 74%-ը, որ պետք է տրվի ամերիկյան կողմին հայ-ամերիկյան կորպորացիա հիմնման հետ կապված, ավտոմատ կերպով անցնում է ադրբեջանցիներին։ Կամ ադրբեջանցիները իրենց կողմից շատ մեծ զիջում են դա ներկայացնելու 74% եկամուտը թողելով Միացյալ Նահանգներին, բայց դրա փոխարեն իհարկե ստանալով նրա բարեհաճությունը եւ տարածաշրջանում առաջ քաշելով իրենց այն ծրագրերը, որոնք այս պահին բավականին դժվարությամբ են առաջ շարժում։ Խոսքը իհարկե այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի գաղափարի մասին է եւ Հայաստան շուրջ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հետ կապված, Արցախի հարցի վերջնական թաղումը, ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Հայաստանի օկուպացված տարածքներից, Միացյալ Նահանգները սրա հետ կապված ոչ մի առարկություն չի ունենալու, եթե իր փոխարեն Ադրբեջանը անում է ներդրումներ թրիփում եւ թրիփից եկած եկամուտները գոնե առնվազն մի քանի տարի փոխանցում ամերիկյան կողմին։ Վենսի այցը Հայաստան ավելի հարցեր առաջացրեց, քան տվեց այդ հարցերի պատասխանները։ Մի շարք այլ թեմաներ էլ է քննարկել Վենսը Հայաստանի ղեկավարության հետ, որոնք եւս կարեւոր են։ Այդ հարցերին մենք կանդրադառնանք առաջիկա մեր հաղորդումների ժամանակ։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրանն է եւ կրկին կապված է Վենսի այցի հետ։ Վենսի այցին ուշով հետևեցին Իրանում եւ արդեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տրամադրության տակ գտնվող լրատվամիջոցները հայտարարություններ են տարածում այս ամենի հետ կապված։ Վերլուծելով Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան, իրանական կողմը եկել է այն եզրահանգման, որ այդ այցով դրվեց, ինչպես իրենք են նշում, ապագա մեծ պատերազմի հիմքերը, եւ որ ամենակարևորն է, իրանական կողմը հստակ հայտարարում է, որ ոչ ոքի հետ կատակել չի պատրաստվում, եթե խոսքը գնում է Իրանի անվտանգության մասին։ Ինչպես ասում են, բոլոր խաղաքարտերը բացված են եւ տարածաշրջանում լարվածությունը օր-օրի ավելանում է։ Սրան մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք, քանզի Իրանի դեսպանի մակարդակով էլ վերջին շրջանում անընդհատ հնչում են հայտարարություններ եւ հնչում են նաեւ զգուշացումներ հայկական կողմին չփորձել ենթարկվել ամերիկացիների եւ բովանդակ արևմուտքի ճնշմանը եւ հանկարծ Հայաստանը չդարձնել հակաիրանական պլազդարան։ Սրան մենք շատ զգուշ պետք է վերաբերվենք եւ շատ ուշադիր։ Կրկնում եմ, իրավիճակը այնպիսի աստիճանի է լարված, որ ցանկացած փոքր պատճառ կարող է մեծ աղեթի հիմք դառնալ եւ այս պարագայում տրիպի օգտագործումը եւ տրիպի գործարկումը աղետաբեր կարող է լինել նաեւ մեզ համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը ինչպես է զարգանում, քանզի տրիպի թեման կարծում ենք, որ ընդգրկված է նաև Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների օրակարգում։ Այդ մասին ենք մենք անդրադարձել մեր նախորդ հանդիպման ժամանակ։ Բանակցությունները ըստ էության դեռ ընթանում են, իհարկե որոշ փոփոխություններով եւ որոշ ընդհատումներով եւ սպասենք տեսնենք, թե վերջնական ինչպիսի որոշում կկայացվի։ Որոշում կլինի դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորել եւ Իրանը կհրաժարվի միջուկային ծրագրից, ինչը մի փոքր անհավանական է թվում, թե ամեն
ամեն դեպքում Միացյալ Նահանգները Իսրայելի եւ իր մյուս դաշնակիցների միջոցով կգնա էսկալացիա եւ ուղիղ հարվածներ կսկսի հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ՆԱՏՕ-ի հետ է կապված, բայց այս կոնտեքստում կրկին ըստ էության խոսենք Իրանի թեմայի մասին։ Միացյալ Նահանգները աստիճանաբար հրամանատարությունը սկսում է հանձնել ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներին, բայց իր ձեռքում է թողում բավականին կարևոր եւ հանգուցային ուղղությունները՝ օդային, ծովային եւ ցամաքային։ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին է հանձնում տարբեր հատվածներում գտնվող զինված ուժերի հրամանատարությունը, նրանք հիմնականում շտաբային հրամանատարությանն է վերաբերվում, բայց իրական ուժերի հրամանատարությունը պահում է իր ձեռքում։ Ծովային ուժերի հետ կապված Նորդվուդի բազան է մնում իր հրամանատարության տակ, Մեծ Բրիտանիա, օդայինի հետ կապված Ռամշտայնն է մնում իր հրամանատարության տակ, տեղակայված է Գերմանիայում, եւ ցամաքային ուժերի հրամանատարությունը գտնվում է Իզմիրում եւ կրկին անցնում է Միացյալ Նահանգների հսկողության տակ։ Հաշվի առնելով Թուրքիայում Միացյալ Նահանգների ներկայացվածության բարձր աստիճանը եւ Թուրքիայի սահմանային բավականին մոտ լինելը Իրանին, կարծում ենք, որ այս ամենը նախապատրաստական աշխատանքներ են։ Նաեւ վերջին շրջանում տեղեկատվություն է տարածում, որ Ադանայի ուղղությամբ են Միացյալ Նահանգների օդուժը բավականին ակտիվ զորավարժություններ իրականացնում կամ օդային թռիչքներ իրականացնում, որոնք մեծի մասամբ ըստ էության ունեն հետախուզական բնույթ։ Եվ ՆԱՏՕ-ի այս վերջին փոփոխությունները ոչ միայն կախված են նրա հետ, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը հատկապես եվրոպական հատվածի հետ կապված թողնում է Եվրոպական միության երկրների ուսերին, այլև փոփոխություններ է կատարում հանգուցային ուղղությունները վերցնելով իր հսկողության տակ, որոնք հետագայում այս կամ այն կերպ կարող են օգտագործվել Մերձավոր Արևելյան քաղաքականության իրականացման եւ տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխության հետ կապված։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։